Մինչև այդ ինչ ձևի էին պայքարում, ասենք Եվրոպայում ասում են ես բողոքական եմ, իմ ժողովուրդը պետք է լինի բողոքական։ Եվ եթե այդ ժողովրդի մեջ կար կաթոլիկ իշխանը կամ թագավորը, ժողովրդին դարձնում էր համապատասխանաբար իր կրոնի։ Հիմա Վեստաֆալյան հաշտության համաձայնագիրը 1648 թվականին նոր աշխարհակարգին կդրեց, որ ասեց կապ չունի ղեկավարն ով է, պետք է ներքևում լինի կրոնական զոհ։ Եվ միտքս վերջացնեմ, այս առումով նայեք, այնտեղ 1648 թվականի նոր դարի Եվրոպա, այնտեղ 450 թվական, երբ որ հայ իրավաքաղաքական միտքն ասում էր դու մեր խղճի հետ գործ չունես։ Սա այս առումով բացառիկ է համաշխարհային պատմության եւ բնականաբար ավարի ճակատամարտն է, բացառիկ ճակատամարտ, ցավոք այդ թվում նաև նոր ուսումնասիրողների կողմից այն մեծապես թերագնահատվում է, իմ գնահատականով մինչև 1800 թվականը ավարի ճակատամարտը մտնում է մարդկության խոշորագույն 42-50 ճակատամարտերի մեջ զբաղեցնելով 42-րդ տեղը, այսինքն երբ որ երկու կողմերի բանակներն իրար հետ 300,000 եւ ավել են, մենք ունենք մի ճակատամարտ, որը այդ 50-ակի մեջ զբաղեցնում է 42-րդ տեղը, իսկ դա վատ արդյունք չէ։